Նիկոլ Փաշինյանի Գյումրիում գլխավոր ուսապարկ Սարիկ Մինասյանի երեկվա այսպես կոչված պատմական բացահայտումներ, որը մենք գնահատում ենք որպես նախ ատելության խոսքի տարածում, երկրորդը այդ հայտարարության մեջ եղել են բազմաթիվ կեղծիքներ եւ որոնց մենք անշուշտ ընթացք ենք տալու եւ բնականաբար մանիպուլյատիվ կարողությամբ փորձել է Սարիկ Մինասյանը պատրանք ստեղծել, այդ մասին ես ավելի ուշ կխոսեմ, շատ զարմանալիորեն Հայաստանի ամենաապազգային կուսակցության ներկայացուցիչը փորձել է խիստ ազգային հռետորաբանություն զարգացնել, ինչեւ այդ մասին ես կխոսեմ, հիմա պարոն Ղարաղազարյանը կներկայացնի այդ կարգավիճակի հետ կապված ինչը շահագործել ու շահարկել է Սարիկ Մինասյանը, դրա հետ կապված պատմությունը եւ կանադառնանք արդեն քաղաքական գնահատականներին ես։ Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, տեսեք, ես իմ խոստումս միշտ ասել եմ եւ նորից ասում եմ։ Ես մեր կարոզի ժամանակ ոչ մեկին չեմ ուզեցել դիրախավորել, ոչ մեկին չեմ ուզեցել անձնական տաշտանել, բայց քանի որ մարդիկ փորձեցին, հիմի պատասխանը կստանան մեզնից։ Երեք Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության, որի պատասխանը մինչև այսօր իրիկուն է, ինքը պիտի տա, այսինքն մինչև այսօր իրիկուն ինքը պիտի պարզաբանե եւ ապացուցե ես դիմել եմ քաղաքացիության։ Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքը օդի մեջը խոսացող մարդ է։ Ես իր մագարտակին չեմ իշնորմի Էրոնյաներով բանով խոսամ։ Եվ կարող եմ ասել հետևյալը, տեսեք, այդ թուղթը ինչի համար է եւ ինչ կա։ Ես այդ թուղթը նախ չունիմ։ Այդ թուղթը ունեցել եմ։ Եվ ունեցել եմ ոչ թե ես վիտնաշիցս ոդտեղ մնալու։ Թուղթ եմ ունեցել, որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնիմ, դուրս կամ իմ կոզնայությունս ծավալել, քանի որ Հայաստանի քաղաքացին այդ երկրում մնալու համար ինքը մեկ ամիս ժամանակ ունի։ Մեկ ամիս լրանալուց հետո ինքը պետք է լքե այդ երկիրը։ 3 անգամ նույն բանը կատարվելուց հետո ինքը կմնա, այսինքն իրանց երկրի օրենքով դուրս չի կրնա ինքը եւս 3 կամ 6 ամիս այդ երկիրը մտնել։ Քանի որ իմ գործերս կապված է այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես այնտեղից Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում։ Ժամանակ է եղել, որ ես այնտեղ 2 ամիս մնացել եմ, 3 ամիս մնացել եմ իմ գործերից հետ կապված։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, նորից եմ կրկնում, ունեցել եմ։ Իսկ այդ թուղթը հնարավորություն չի տալիս, որ ես դիմեմ քաղաքացիության եւ հնարավորություն չի տալիս նաեւ ես աշխատանք, օրինական աշխատին այնտեղ։ Թուղթը միայն թույլ է տալիս իմ այնտեղ մնալս։ Մեկ էլ իմ վայրս, որտեղ որ ֆիքսված ես մնացել եմ, ասված ոչ են, հանցագործություններ են բաները մի տեղս հեշտ կլինի։ Այդ թղթի բուն իմաստը այդ է։ Եվ նորից եմ կրկնում, այդ թուղթը ես ունեցել եմ։ Հիմա չունեք։ Ոչ, այդ թուղթը ես ունեցել եմ։ Նորից եմ կրկնում։ Ժամկետները կասեք եւ Ժամկետները ձեր մոդը տված է կնակ նայեք, կոպիաներն եմ տվել ձեր մոդը, խնդրեմ նայեք, տեսեք։ Ձեզ ասել են Թուրքիայի քաղաքացիության համար եք դիմել։ Սրան իրավական գնահատական դիմելու եք որ կներեք, ես նոր ասեցի։ Ես նաև զարմանում եմ, որ նախին ազգային ժողովի պատգամավորը չի կարողանա թերի զարգացած լինել, որովհետեւ չկարողանա ճշտել այդ թուղթը ինչի համար է։ Այդ թուղթը հիմք չէ եւ չի թույլատրվում նման երկրի օրենքով ես դիմեմ քաղաքացիության։ Այդ քաղաքացիության թուղթ դիմելու համար դա աշխատանքային իրավունքին է վերաբերում, որը ես ընդհանրապես չեմ ունեցել։ Աշխատանքային իրավունք ունի այն մարդը, ով օրինական այնտեղ կաշխատի կամ օրինական այնտեղ բիզնես ունի ու 5 թե 7 տարի։ Նույն թուղթը պետք է ունենա, որպեսզի հնարավորություն տան ինքը դիմել քաղաքացիության։ Իսկ աշխատանքային իրավունք ունեցողը այնտեղ հարգեր կուտա, տուր կուտա իր աշխատանքից պայenge ամեն ինչ կա, այսինքն այդ երկիրը
դու պետք է ունենաս աշխատանքային իրավունք, որովհետեւ դու դիմես քաղաքացիության։ Կամ պետք է հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից, այստեղ դիմես ու առաջնաս թղթերդ, որովհետեւ քաղաքացիություն անես։ Իմ թուղթս ընդհանրապես այդ բաների հետ կապ չունի։ Իմ թուղթս լիազորություններ չունի, նաև ես փորձել դիմելու համար։ Նախկին թուղթս նորից եմ շեշտում եւ Սարիկ Մինասյանին բարձ ուղիղ ասում են։ Տղա ես ապացուցել, չապացուցեցիր, քո լեզվով քո ժարգոներով ասում եմ, դու ֆուֆլու ես։ Ես մի բան ավելացնեմ, եթե Դե մերեք ես մեկ հարցամ, այս թուղթը հիմա սա ինչ է կոչվում։ Սա ինչ թուղթ է, որ ունեք, ինչ քարտ է սա։ Ժամանակավոր մնալու իրավունք է, որը քեզ թույլ է տալիս այդ երկրում դուրս ու ներս ենել առանց վիզա եւ 3 ամսի կամ 6 ամսու տակ չլներ։ Բայց ներողություն Սարիկ Մինասյանը հենց ասում է, որ կեցության քարտը։ Ոչ, Սարիկ Մինասյանը քաղաքացիության է ասել դիմել։ Այսինքն Սարիկ Մինասյանը սխալ բան է խոսել։ Այդ թուղթը դուր չի տալիս, որ ցանկացած երկրի քաղաքացի, առավել եւս Հայաստանի քաղաքացի, իրավունք ունենա դիմել քաղաքացիության։ Այդ դաշտը բաց է կրնակ նայեք, ուսումնասիրեք, տեսնեք։ Իմ այդ թուղթս ունենալու պատճառը նորից սկսեմ։ Ես բիզնեսներ ունեմ, գործունեություն ունեմ ծավալած այդ երկրից։ Նաեւ կներեք ասեմ, նաեւ Բուլղարիայի հետ էի կապերս։ Իմ մեքենաներիս, իմ ավտոների շարժը Բուլղարիայի գմտի։ Ոնց որոշեցին տեսնել Թուրքիան եւ չտեսան Բուլղարիան։ Որովհետեւ շատ թույլ մարդ են հոգով։ Ուրիշ դեմ ասելու բան ունենք, արեք խոսանք։ Թե չէ տելևիզորներով ամոթ է մեծ մարդիկ եք։ Չեմ ուզեի իշնի ձեր մագարտագին։ Ես հավելեմ նաև, որ միջև օրվա վերջ, եթե Սարիկ Մինասյանը քաղաքացիության մասով ներողություն չխնդրի, դատական կարգով պատասխան կտա, որովհետև կուսակցության հեղինակության հետ էլ է խաղացել։ Ընդհանրապես իմ համար շատ տարակուսելի է, որ հայրենիքի գողերի կուսակցության ներկայացուցիչը, եթե գրես հայրենիքի գող, կբերի ԿՊ Google-ում։ Ինձ համար շատ տարակուսելի է, որ հայրենիքի գողերի ներկայացուցիչը հանկարծ խիստ ազգային դիրքերից է հանդես գալի։ Երեք մի բան ինձ թվաց, որ Սարիկ Մինասյանը հերթական անգամ կուսակցություն է փոխել։ Այս անգամ էլ որոշել է ինչ-որ ազգային կուսակցության անդամագրվի։ Իր մոտ շատ հաճախ է, չէ՞ դնում։ Հանրապետական կուսակցության անդամ է եղել, Լուսավոր Հայաստանի խմբակցության անդամ, հետո ԿՊ։ Դե վաղն էլ եղանակը կփոխվի, կդառնա, ասենք, հնչակ կամ դաշտակ։ Իր մոտ այդ ստացվում է, եւ ես մի բան էլ ասեմ։ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ ուսապարկերի ընտրության հարցում շատ զգուշ եմ։ Ես առաջի անգամ եմ տեսնում, որ կուսակցության շարքային անդամ ընդամենը մի քանի օրվա խոսույթ երեք զարգացնի, որ ամբողջովին հակառակ է Նիկոլ Փաշինյանի ռետորաբանությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բլեֆով է զբաղված, կամ իր ուսապարկեր իրեն չեն ենթարկվում։ Ամբողջ օրը գնում է Էրդողանի ու Ալիևի նկարների առաջ Փաշինյանը մոմ է վառում, իրը այդքան էլ ճիշտ։ Իր կուսակցության ներկայացուցիչը փաստորեն գալիս ասեն այդ հակաթուրքական նարատիվ է զարգացնում։ Շատ հետաքրքիր կուսակցություն է, շատ։ Այս մարդու կուսակցության ներկայացուցիչը փաստորեն ուրիշների մեջ թուրքի մարդ է ման գալի։ Սեխմասկրսկին Էրդողանի գիրքը։ Ֆիքսեք այս լուսանկարը բոլորի ծանոթ է։ Շատ ծիծաղել է։ Իմիջայլոց օդում կախված լուրերի համաձայն, քանի որ Սարիկ Մինասյանը խախտել է արժանապատիվ Գյումրեցու կոդեքսը, հիմա առաջի անգամ չի խախտում։ Ես ասամ մի դեպք ձեզ կհիշեցնեմ։ Մենք ստիպված ենք այս պատասխանը տալ։ Օդում կախված լուրերի համաձայն Գյումրիում գրացված 9 կուսակցություններից մեկի առաջին համարի հայրը զբաղված է վաշխառությամբ։ Եվ եթե
Աշխարհում չինքնաբացահայտվի, մենք կբացահայտենք, մանավանդ որ Գյումրիում տոկոսի տակ լիքը ճառացողներ կան այդ պատճառով։ Օդում կախված լուրերի համաձայն Սարիկ Մինասյանը, երբ որ աշխատել է Գյումրու քաղաքապետարանում Պարասանյանի կառավարման օրոք, եկամուտների բաժնի վարիչ։ Լրացուցիչ տետ դրա մոտը պահել։ Փորձեք իրանից ճշտել այդ տետրում ինչա ֆիքսված է։ Ինչի է ինքը աշխատանքից ազատվել։ Ու երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր վարչապետ էր ընտրվել եւ եկել էր Գյումրի, ով էր խանգարում Նիկոլ Փաշինյանի ու Բալասանյանի զրույցը հետևից անդադ բան գոռալով։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա լյուբիմչիկը Սարիկ Մինասյանը։ Ինչ էր խանգարում։ Մի հատ այդ բոլոր հարցերի պատասխանները Սարիկ Մինասյանից ճշտեք։ Այդ տետրի մեջ ինչ պարունակություն ա եղել։ Կարող է աշխարհության հետ կապ ունի այդ տետրը։ Եվ այլն։ Շատ բաներ նաև Գյումրիում մենք ենք լսում։ Բայց օդում կախված լուրերը երբեք չենք համարել, որ պիտի բերել դարձնել քարոզարշավի նյութ։ Եթե ներվերից ինքը թույլ է, կարող էր չառաջադրվել։ Մանավանդ ես մի 10 օր առաջ իրան հրապարակային ուղերձով դիմել էի, որ ինքնաբացարկ հայտարարի։ Մենք է շատ լավ գիտենք ինքում, որ օլիգարխի մարդն է, ինչի է այս ցուցակից են ցուցակ թռնում։ Ասենք ինչի է լուսավորում եղել, հիմա ԿՊ-ի առաջի համար է։ Այդ բոլոր բաները մենք է գիտենք, բայց համարել ենք, որ գոտկատեղից ներքև հարվածելը պատիվ չի բերում տղամարդուն եւ կենտրոնացել են քաղաքական խոսույթի վրա։ Եվ իր թեման ընդհանրապես փակված էր, որովհետեւ ես Երևանում էլ ձեզանից շատերին հարցազրույց եմ տալի, առանցին ուսապարկերի չեմ անդրադառնում։ Իրանց տիրոջն եմ անդրադառնում։ Բայց այս մի ուսապարկը չափազանց անդաստիրա գտնվեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ջանքերը Թուրքերի քիրվայություն անելու մի րոպեում ջուրը լցեց։ Պատկերացնում եք հանդիպի Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ կամ Ալիևի, անեն Սարիկ Մինասյանի երեկվա ելույթը դնեն դեմը։ Խեղճ Նիկոլի ոտների դողոց այդ պահին զգալու եմ ես։ Արդեն պատկերացնում եմ։ Այս դասական վիճակ է եւ երկրորդը կար ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը իրանց տարածքային ղեկավարին հրաժարվեց տեղ առաջադրել Գյումրու քաղաքապետ, որտեվ նարկո ռիսկային ինչ-որ պահեր առաջացան, մամուլը հրապարակեց։ Այսօր տեխնացուն ավելի ցածր հատակ ունեցավ, քան փաստորեն նարկո ռիսկային հատկանիշներ ունեցող տեխնացուն։ Հետո մի հորդոր էր։ Ընդդիմությունից ես չգիտեմ ով կհաղթի Գյումրիում։ Ժողովուրդը կորոշի, ոչ մեկ հիմա չի կարող ասել։ Ուրեմն ինչքան կուրաժիտ լինի իրանց տեխնացուն, ինչքան տարբեր ձևերով իրան պահի ընտրվելու որևէ շանս կպրես քաղաքում չունի։ Կրկնում եմ, ընդդիմությունից չգիտեմ ով կհաջողի։ Ում ժողովուրդը որոշի վստահել, դա էլ կհաջողի։ Բայց ցեխ արձակելով տարբեր բաներով չի։ Ես կրկնում եմ եւս մեկ անգամ։ Օդում կախված լուրերով տեխնացուներից մեկի հայրը, 9 տեխնացուներից մեկը զբաղված է վաշխառությամբ։ Ասեք ով է։ Չէ, իր ժանրի կանոններով թող վաշխառում ոնց որ մենք ենք ինքնաբացահայտվի։ Ինքնաբացահայտվի, եթե չինքնաբացահայտվի, այդ ձեզ առաջինը ես կասեմ ով է։ Էլի առաջին համարի մասին է։ Առաջի համարի հայրը։ Այդ ամբողջ Գյումրին գիտի, կարող եք հիմա այս ասուլիսից հետո բանը փողոցում քայլել, երեքից մեկը ձեզ կասի։ Այդքան մեր ջանքեր չի պահանջի։ Հաստատ ասում եմ։ Արաղ Ղազարյան, դուք ինչ բիզնես ունեք հա Թուրքիայում, ասեք, ասում են մամուլում գրվել էր, հա, հոթելներ, հոստելներ, չգիտեմ ինչ ունեք Թուրքիայում։ Ես, տեսեք, Թուրքիայում ոչ հոթել ունեմ, ոչ հոստել։ Եթե ունեմ, թողական նվեր տամ իրանց։ Նախ սուդ է, բացահայտ սուդ։ Ես Թուրքիայում սեփականություն չունիմ, այնտեղ որ ես կեշտամ դաժե մնամ, իմ տունս նույնիսկ վարձով է։ Վարձով։
Իմ կորզնայությանս մասին բաց այդ ասել, իմացեք, որ են ասեկոսանքներին չհավատակ։ Էլ ես այդ տոնով Էրանյաներով չեմ խոսա, որովհետև դիք պատասխաններ Սարիգի խոսիկի։ Հարգելի հրավերներ, իմ աշխատանքս Թուրքիայում, գիտեցեք, ես գնացել եմ Թուրքիա, Ռուսաստանի, Ուկրաինայի ու մյուս սովետական երկրների հետ, կապեր եմ ունեցել, նաև հնել ունիմ, ընդեղից ապրանք կուղարկեմ, կարող է կուղարկեմ այդ երկրները։ Ես կլետներ ունիմ, ապրանքը կուղարկեմ կերտեմ։ Այնուհետև ցավալվելով իմ բիզնեսս, իմ կորզնայությունս, ես ունիմ ֆուլ տեսակի ավտոմեքենա, ավտոբուսներ, որոնք իմ հայտարարությունս գրված է, եւ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով չէ։ Նրանք վարչական պետհամարանիշներով ավտոմեքենաներ են, որոնք կապ չունեն ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այնքանով կապ ունին, որ այդ գույքի սեփականատերը Արձում Ղարաբաղյան։ Այդ կանով կապ ունի։ Իմ գործերս, գործունեությունս դուրս են։ Ես մենակ ոչ թե Թուրքիայի հետ, տարբեր երկրների հետ կապ ունի։ Եկուց կարող է տամ Ռուսաստանել երկար մնալու եղնին, նման տիպի թուղթ պետք է լինի, ու ես ունեցել եմ կրնակ ստուգեք, թող մանկան Սարիգի հետ էլ կգտնի։ Ունեցել եմ դոկումենտներ կացության, այսինքն վիտնաժիցը կոչվի Ռուսաստան։ Ունեցել եմ, որովհետև պետք է եղել գործից բերումով մնալ, գործից բերումով երկար շուճուտ մտնել եղնել այդ երկիրը։ Իմ գործունեությունս այդ է, ես Թուրքիայում չունիմ սեփականություն։ Այո, ասեիք Վրաստանում կապ ասեի, Վրաստանում ունիմ շարժական կույք։ Հայաստանի Հանրապետությունում է, ես որից հորս տունը կապրեմ։ Հա, ի տարբերություն մյուսներին, ես տուն շինող տեղ ու տղա եմ, տուն քանդող տեղ ու տղա չեմ։ Ես էլ Գյումրեցու պարվարով։ Ես ազգով, ապով, պապով աշխատող արարող մարդկանց տղա եմ։ Չկա պես մարդ այս քաղաքում, որ իմ դուրս թագած եղնի, ես բացայան եմ ասում ու մեժված իմ տնիցս գնացած եղնի։ Ես բացայան ասում եմ, կարակ իր ամեն ինչը ճիշտ է։ Ես քրդանով, աշխատող, արարող մարդու տղա եմ ու ինչ էլ որ հասել եմ, իմ շնորհքով եմ հասել։ Ես ոչ քաղաքական, ոչ էլ ճագերտավոր թիգունք եմ ունեցել, որ հերեն դառնան ու հետո լեզու ունենան։ Այդ լեզուները կտրելու ժամանակն է կուկա։ Այս դուք Բարգավաճում եք, չէ՞։ Բարգավաճ Հայաստան։ Բարգավաճ Հայաստանի հետ կապված ասել։ Ես հիշում եմ, որ երբ որ Պալասանյանին անվստահություն հայտնելու այդ գործառույթը։ Հերթով սաղ կամ ինչ հարցունի բոլորը տվեք, որ մուտ չմնա։ Ով ինչ հարցունի տվեք, խնդրում, հարգելի լրագրողներ։ Հենց սկզբից կամ, լսեք։ Ուրեմն կանի որ այսօր դուք տեսաք դաշտի փոփոխություն, այսինքն քաղաքական դաշտի, բացատրեմ։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրվել եմ որպես ավականու թեկնածու Բարգավաճ Հայաստան թիմի եւ անցել եմ ավականու անդամ։ Ես նորից եմ կրկնում, երբեք իմ կյանքումս կարող եք ճշտել, չեմ եղել կուսակցական եւ հիմա էլ եմ անկուսակցական։ Եվ այս ընդդիմությանը մասնակցում եմ նրա համար դեմոկրատական այլդրանք կուսակցության հետ, որովհետև ինքը ոչ հների հետ կապ ունի, ոչ նորերի հետ, բայց կա մի թեզ, դեմոկրատական այլդրանք կուսակցությունը, եթե ուշադրություն դարձնենք Հայաստան մարզերում, իրանք դաշինքի ձևով կամ միասին մասնակցել են թիմ ընտրություններին, ԲԿ-ի հետ միասին։ Այդ իսկ պատճառով ես հայտնվել եմ ստեղ ու առաջի համար, նորից եմ կրկնում անկուսակցական ու չեմ փոշմանը։ Կա ուրիշ հարցեր, տվեք խնդիր չկա պատասխան։ Ձեր հայտարարագրի հետ կապված քննարկվեց մամուլում, որ գրել եք չեմ աշխատում։ Այսինքն ի նկատի եք ունեցել, որ Հայաստանի Հանրապետության որևէ կառույցում չեք աշխատում։ Չեմ աշխատում, դրսում եք գրանցված աշխատող չեմ, իմ սեփականություններս, այսինքն շարժական կույքերս աշխատում եմ տարբեր մարդկանց հազդած, որոնք ես տվել եմ նոտարական տավերնսներով, տվյալ կազմակերպություններին իրանք կաշխատցնեն իմ գործունեությունս։ Իսկ Թուրքիայի հետ կապված շարժը գրանցված այնտեղ կազմակերպություններ կա եւ այնտեղած օրենքը թույլ կտա իրանց հետ համագործակցելու իրանց երկրի հարկ ու թուրքը մուծելու համար կարող ես դու աշխատել։ Իմ կահավտոներովս կամ գործնեությամբ վստահվող մարդիկ այդ մուծումները օրինական ձևի կմուծեն։ Այդ պատճառը նաեւ այդ թղթի ունենալու
օրինականությունն է, որովհետև դու չես կնա այդ երկրում գործարք կենես, կանխիկ։ Ինչ որ կամաց մենք ստեղ կեշտանք։ Եթե քո մեքենա դուրս կա այդ երկրից, հասարակ կայի ակտ ունենա, այդ երկրից դուրս գալու համար դու պարտավոր ես ունենա այդ թուղթե, այդ տեխնիկ կցված բանկային քարտ, որում պետք է եղնի քո գումարը, այդ վճարները կանցե, նոր դուրս գաս, թե դու այդ երկրից դուրս չես կնա։ Մենակ այդ երկիրը չէ։ Եվրոպական բոլոր երկրները նույն բանը իմ ավտոբուսը տարվա մեջ մի քանի անգամ գնում է Բուլղարիա։ Որի մասին չեն ուզել հիշել, որովհետև Բուլղարիայի հետ կապեր չունի։ Թող կանեք ճամփենեք ցույց կտամ կապերն իմանան կտեսնին, այնտեղ ես կապեր ունեմ, գնում եմ թե չէ։ Երկու նկատ հապոցա։ Եթե կա ուրիշ հարցեր խնդրեմ տվեք։ Երկու նկատառու մասը նոր այլ հարցեր։ Ուրեմն հրավառը մենք ընտրարշավի սկզբում մի հատ պահանջ էինք դրել, որը ցավոք սրտի չկատարվեց, որովհետև մարդը խորհրդավոր տոնով հայտարարություններ անում, տպավորություն ստեղծելով, որ ինչ-որ ինֆորմացիաների է տիրապետում եւ այլն, խորհրդավորություն տալով իր խոսքին։ Ընտրություններից առաջ ես երկու անգամ պահանջել եմ իշխանությունից շահերի բախում չառաջացնելու համար ընտրությունների ժամանակաշրջանում իր մորաքրոջ տղայի լիազորությունները որպես մարզային ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ դադարեցնել Զարիկ Մինասյանի մորաքրոջ տղայի մասին է խոսքը, որովհետև այս եւ բազմաթիվ այլ առիթներով արդեն նկատելի է, որ ինքը օգտվում է իր մերձավոր ազգականի ծառայություններից, որը ոչ միայն օրենքի խախտում, այլ կրկնում եմ շահերի բախում առաջացնում։ Ես չեմ ճանաչում այդ մարդուն, սպայա արգանքով են վերաբերում, խոսքը սկզբունքի մասին է։ Երկրորդը, այդ Բարգավաճ Հայաստանի մասին, որ հարց տվեցիք, ես ուղղակի ասեմ, մեր ցուցակը ու ինֆորմացիայի կարգով ասում եմ, որ պարզ ունի, մեր ցուցակը 23 տեխնաց ունի, 19 դեմոկրատական այլընտրանքի անդամներ են, 1 մարդ ներկայացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ցուցակում, մեր 4-րդ համարն է, Անդրանիկ Խաչատրյանը, եւ 3 հոգին, այդ թվում պարոն Ղազարյանը, անկուսակցական է։ Ինչ վերաբերում է այդ նախկինում պարոն Ղազարյանի ԲՀԿ ցուցակով ավականին տրվելուն, այստեղ էլ ասեմ, որ գաղտնիք չեմ էլ ասի, որ թիմ ընտրություններում 2021-25 թվականներին, այս միջակայքում, վերջի 3-4 տարիներին, դեմոկրատական այլընտրանք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները դաշինքով մասնակցել են բազմաթիվ տեղերում թիմ ընտրությունների։ Յուրեղավան, Երեգնաձոր, մենք ունենք համագործակցություն, մեծ փորձ այդ կուսակցության հետ թիմ ընտրություն։